Աբու Դաբիի իշխանությունները հրահանգել են Էմիրության բոլոր հյուրանոցներին երկարաձգել այն հյուրերի կեցության ժամանակահատվածը, որոնք չեն կարող ճանապարհորդել ստեղծված իրավիճակի պատճառով, իսկ կառավարությունը հաստատել է, որ կհոգա լրացուցիչ գիշերների ծախսերը։ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով նոր հանդիպում անցկացնելու հնարավորությունը հաշվի առնելով Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները։ Ակնհայտ է, որ Աբու Դաբիում հանդիպումը հնարավոր չէ այս պահին, բայց ժամկետների և վայրի վերաբերյալ դեռևս պարզություն չկա։ Մենք ձեզ կտեղեկացնենք, հենց որ պատասխան ունենանք, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Սիվերեն Վիտկոֆի խոսքով Իրանի հետ փետրվարի վերջին կայացած բանակցությունների երրորդ փուլի ավարտին պարզ էր դարձել, որ համաձայնագրի հասնելը անհնար է։ Լիովին պարզ էր, որ դա անհնար է լինելու հավանաբար դեռ երկրորդ հանդիպման ավարտին, բայց հետո մենք վերադարձանք երրորդ հանդիպմանը, վերջին փորձ կատարելու։ Թրամփը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին Իրանի դեմ ամերիկյան գործողության նկատմամբ իր դիրքորոշման համար, նշելով, որ Վաշինգտոնի և Լոնդոնի միջև հարաբերությունները այլևս այն չեն, ինչ որ կային։ Շատ տխուր է տեսնել, որ հարաբերությունները ակնհայտորեն այն չեն, ինչ որ կային։ Դա մեր երբևէ ունեցած ամենաամուր հարաբերություններն էին, և հիմա մենք շատ լավ հարաբերություններ ունենք Եվրոպայի և այլ երկրների հետ։ Էրդողանի վարչակազմը հերքել է Թուրքիայում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակման մասին տեղեկությունները։